Ապրիլի 15-ին ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվեց 10 կույսերի առակը։ Առակի պատգամն է արթուն լինել ամեն ժամ, որպեսզի Տիրոջ գալստյան պահին չհայտնվել փակ դռների առջև։ Ավետարանական պատմությունն ասում է, հարսանեկան արարողության ժամանակ փեսային դիմավորելու ելած 10 կույսերը ննջում են, երբ փեսան ուշանում է։ 10 կույսերից 5-ն իրենց լապտերների լույսը վառ պահելու համար նախապես ձեթ են վերցնում, մյուս 5-ը ոչ։ Կեսգիշերին լսում են, որ փեսան գալիս է, կարգի են բերում լապտերները։ Նրանք, ովքեր ձեթ չեն ունենում, խնդրում են մյուսներից։ Իմաստունները պատասխանում են, որ չի բավականացնի ու մինչ հիմար կույսերը գնում են ձեթ բերելու, ուրախության դուռը փակվում է նրանց առջև։ Եվ երբ նրանք դիմում են Տիրոջը դուռը բացելու խնդրանքով, մերժվում են, ստանալով պատասխանը. Ճշմարիտ եմ ասում, որ ձեզ չեմ ճանաչում։ Պատրաստ պետք է լինենք Աստծո գալստյանը։ Աստծո գալուստը որևէ ժամ կարող է լինել եւ որևէ մարդ չի կարող իր կյանքի ընթացքում մտածել, թե այսպես էլ պետք է հարյուրավոր տարիներ ապրի եւ իրեն միշտ հնարավորություն պետք է տրվի ապաշխարության կամ բարի գործելու եւ այլն։ Ուրեմն օրվա լավագույն պատգամը կարծեմ, եթե լավ գործ ունես անելու, պետք է չհետաձգես, պիտի այսօր անես։ Եթե մի մեղք ես գործել, որի համար պետք է ապաշխարես, մի հետաձգիր եւ հույսդ մի դիր, որ դե Աստված ողորմած է, երբ էլ ապաշխարեմ կների։ Այո, միշտ ողորմած է, բայց երբեք այդ հնարավորությունը պետք է չկորցնենք։ Քրիստոնյայի կյանքի համար այսօրվա պատգամը այսօր եւ այստեղ ապրել քո քրիստոնյայի կյանքը եւ դրանով պատրաստ լինել, որովհետեւ ավետարանում բազում տեղեր ասված է, որ Քրիստոս գալու է անսպասելի կերպով։ Ուրեմն բոլորով այսօրով այս օրվա խորհրդով պատգամով սպասենք Քրիստոսի գալստյանը։ Ավագ երեքշաբթի բոլոր եկեղեցիներում է հիշատակվում այս առակը։ Ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող 10 դպիժներ։ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում կույսերին խորհրդանշող պատանիները Էորնեկյան հանրակրթական դպրոցի սաներն էին։ Մայրաթորի լուսարարապետի պաշտոնակատար Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանը հանգցնում է պատանիներից 5-ի մոմերը, իբրև խորհրդանիշ հանգած լապտերների։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան, ձեր բարի կամ չար գործերի քննության ոչ օրը եւ ոչ էլ ժամը, ասում է ավետարանը։ 10 կույսերը հավատացյալներն են, որոնք պետք է կանգնեն Տիրոջ առջև իրենց բարի եւ չար գործերով։ Ուստի կարևոր է, թե լապտերներն ինչ վիճակում են եւ որքանով է մարդը պատրաստ Տիրոջ հետ հանդիպման։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Օրհնյալ հոգի Սուրբ Աստված ճշմարիտ ամեն։ Ապրիլի 17-ին ավագ հինգշաբթի օրը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Քրիստոսի վերջին ընթրիքը եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը։ Առավոտյան Սուրբ Էջմիածնի մայր տաճարում կատարվեց ապաշխարողաց կարգ, այնուհետև միջօրեի ժամերգություն։ Ապաշխարության արարողությանը մասնակցեցին պահք պահող բոլոր հավատացյալները։ Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց ապաշխարողներին արձակում է տրվում։ Մեծ պահքը նաև ապաշխարության շրջան է։ Ապաշխարությունը հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Ապաշխարողն այն մարդն է, որ զղջում է հանցանքի, զանցանքի կամ սխալի համար եւ պատրաստ է մեղքը քավել։ Անկեղծ զղջացողներին եւ ապաշխարողներին մեղքերի թողություն է շնորհվում։ Մաքրված ու թողություն ստացած մարդը ավագ հինգշաբթի նաև հաղորդություն է ստանում։ Այդ օրը տևական դադարից հետո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները։ Մատուցվում է բաց պատարագ, հաղորդություն է բաշխվում։ Այս տարի Սուրբ Էջմիածնում ավագ հինգշաբթվա պատարագը մատուցեց Մայրաթորի փոխլուսարարապետ Դավիթ Աբեղա Օհանյանը։ Պատարագը հիշատակն է վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման։ Երբ որ Տերը վերջին ընթրիքին վերցրեց հացը եւ գինին, օրնելով բաշխեց իր աշակերտներին, ասելով, որ սա իմ մարմինը եւ սա իմ արյունը։ Այսպիսի խոսքերի մեջ թաքնված էր ամբողջությամբ աստվածային սերը։ Այս խոսքերի մեջ թաքնված էր ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցող մարդկության պատմության մեջ ամենամեծ դավաճանության եւ ամենամեծ անարդարության պահը։ Աշակերտները հարց տվեցին, հենց Քրիստոս ասեց, որ ով չուտի մարմինը, չմպի արյունը, ինձ հետ մաս չունի։ Հետևաբար ամեն անգամ, երբ որ մենք մոտենում ենք հաղորդության, այլևս մենք մաս եւ բաժին ենք ունենում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։
Հաղորդությունը ողջ քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից մեկն է։ Քրիստոս վերջին ընթրիքի ժամանակ առաջին հաղորդությունն է տվել իր աշակերտներին։ Առաջին հաղորդությամբ հաստատել է նաև իր նոր ուխտը մարդկանց հետ։ Առաջին քրիստոնյաները Տիրոջ օրինակով հավաքվում էին սիրո ճաշի, հաց կտրում եւ աղոթում միասին։ Առաքելական այդ շրջանից սկսած տերունական ընթրիքը պարզ արարողությունից եկեղեցական պատարագի վերածվեց, որի առանցքում Սուրբ հաղորդությունն է։ Մենք 2000 տարի հետ են գնում, վերջին ընթրիքի խորհրդին մոտենում, հասկանում ենք, թե ինչու էր Տերը այդ խորհուրդը կատարել, թե ինչու էր այս ամենը թողել մեզ, որպեսզի անցնելով տարիները, անցնելով դարերը, երբևէ մեկ օր, մեկ վայրկյան մենք չհեռանանք քրիստոնեական այն ակունքից, չմոռանանք եւ չհեռանանք վերջին ընթրիքի այն սեղանից, որ Տերը պատրաստել տվեց մեզ համար։ 12 աշակերտների կողքին նստած է մի ամբողջ քրիստոնյա աշխարհ, նստած ենք յուրաքանչյուրս, եւ Տերը ամեն օր, ամեն ժամ բաշխում է մեզ հաղորդությունը, եւ մենք է որ պետք է կարողանանք գիտակցել Աստվածային սիրը եւ այդ սիրո նվիրումով մենք էլ փորձենք մեր տկար պատկերացումներով մոտենալ հաղորդությանը, որպես կյանքի դեղ, հավիտենական փրկության ճանապարհ, միջոց։ Ավագ հինգշաբթին տերունական շաբաթվա օրերից ամենահարուստն է արարողություններով։ Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակին մատուցվող պատարագից հետո օրվա ընթացքում կատարվում է ոտնլվայի, ապա խավարման կարգ։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ավագ հինգշաբթի ժամը 16-ից հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այն ամենայն հայոց հայրապետն է կատարում։ Միաբանները, զինվորները, մանուկները թափոր կազմած հայոց հայրապետին մայր տաճար ուղեկցեցին։ Օրնեսի և սրպեսի ջուրս և յուղս այս նշանավ։ Կարեգին երկրորդը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է եւ սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը։ Շատ հուզումնառատ մի ապրումներ ունեցա, քանի որ միշտ մենք սովոր ենք, որ երիտասարդն է ծառայում կամ կրտսերն է ծառայում ավագին, բայց այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով մեր ազգիս հայոց հայրապետ Վեհափառ հայրապետը լվանալով մեր ոտքերը ցույց տվեց այդ խոնարհումը, ինչպես պիտի ծառայենք մեկս մյուսին, եւ սա ինձ համար մեծ օրինակ էր, մեծ պատիվ էր։ Ես ուրախացա, որ շապիկով բարձրացա խորան բարձրանալ ես շատ եմ սիրում։ Առաջին անգամ եմ մասնակցում ոտնլվայի արարողությանը ու ես շատ լարված էի, որ Վեհափառ հայրապետը լվաց իմ ոտքը։ Եթե ես որ Տեր եւ Վարդապետ եմ լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այնինչ ես արեցի ձեզ։ Վերջին ընթրիքից հետո այս խոսքերն ասաց Քրիստոս, երբ ծնրադրած լված աշակերտների ոտքերը։ Ոտնլվայի կարգը խորհրդանշում է ավետարանական այս դրվագը։ Հիսուսի ժամանակաշրջանում յուղը չի օգտագործվել, արարողության մեջ այն ավելացել է հետագայում եւ խորհրդանշում է ավետարանական մեկ այլ դրվագ, երբ անառակ կինը օծեց Տիրոջ ոտքերը։ Հետաքրքրն է, որ ժողովուրդը իր ժամանակի ժամանակ սպասում էին Մեսիայի գալստյան, բայց իրենք կարծեն, որ Մեսիան պիտի գա եւ պիտի պայքարի եւ հաղթահարե հռոմեացիները դուրս պիտի վրընդե եւ պիտի վերահաստատի աշխարհական թագավորությունը Դավթին։ Բայց Հիսուս ուզեց իրենց հիշեցնել, որ աս նույն Մեսիան, որ իրենք սպասում են, իր մասին նաև գրված է, որ պիտի խոնարհ լա, չարչարվի եւ մերժվի իր ժողովրդի կողմեն եւ օրինակ պիտի լա ներողամտության, համերաշխության։ Հավասիկ խաչվել է մի քանի ժամեր առաջ, վերջի տրիկեն հետո կամ առաջ մեր Տերը ծունգի եկավ եւ լված ոտքերի իր աշակերտներուն մեզի թաս տալով, որովհետեւ մենք կարելի նման ոչ թե միայն ֆիզիկապես իրարու ծառայենք, այլ նաեւ հոգիով, սրտով, խոնար մտքով ամենքսալ միացած մեկ
հավատքով, որն է մեր հավատքի Տեր Հիսուս Քրիստոս։ Ավագ հինգշաբթին եկեղեցում արարողություններով ամենահագեցածն է։ Հիշատակվում է Հիսուս Քրիստոսի վերջին խորհրդավոր ընթրիքը, Սուրբ Հաղորդության հաստատումը, կեսօրից հետո կատարվում է ոտնլվայի կարգը, իսկ երեկոյան խավարման եւ հսկման կարգը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության եւ չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է ավագ ուրբաթ օրվան, սակայն կատարվում է ավագ հինգշաբթի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական օրացույցի օրն սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո։ Խավարման կարգը բովանդակում է Քրիստոսի չարչարանքների եւ մատնության ընթացքը եւ այս ընթացքին երկու ժամերգություններ են կատարվում՝ գիշերային եւ առավոտյան։ Ունենք ավետարանական ընթերցումներ, որոնք հենց բնորոշում են Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի մատնությունը, նրա ատյան տարվելը, չարչարանքները, խաչելությունը։ Արդեն վաղը բուն ուրբաթ օրը, ավագ ուրբաթ օրը արդեն խաչելության կարգին կհասնենք ըստ կարգի։ Հիմա խավարման կարգով հիշատակվում է չարչարանքները եւ մատնությունը։ Մայրաթորի միաբանությունը ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգի ժամանակ Սուրբ Խորանը փակված է սև վարագույրով, դրված է 12 մոմ, մեջտեղում եւս մեկ մեծ մոմ։ Վերջին սև մոմը մատնիչ Հուդային է խորհրդանշում։ Ավետարանական ընթերցումներն ու շարականները նկարագրում են Քրիստոսի ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը։ Վերջին ընթրիքից հետո Հուդայի մատնությամբ զինվորները Գեթսեմանի պարտեզում ձերբակալում են Հիսուսին։ Նրան ծաղրում են, չարչարում ու անարգում։ Ամբոխի ձեռքն են հանձնում եւ քահանայապետերի անարդար դատով խաչի վրա մահվան դատապարտում։ Եկեղեցում արարողության մասնակիցները վերապրում են Աստվածորդու երկրային կյանքի վերջին րոպեները, խաչի վրա նրա տառապանքը։ Արարողության ընթացքում հիշատակվում է նաև Պետրոսի 3 անգամ ուրանալն ու դառնորեն զղջալը։ Ավետարանական յուրաքանչյուր ընթերցումից հետո ամեն կողմից մեկական մոմ է հանգչում։ Դրանք խորհրդանշում են 12 աշակերտներին, որոնք լքեցին իրենց վարդապետին։ Խորանին միայն Քրիստոսին խորհրդանշող մոմն է վառ մնում։ Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահն է, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը եւ խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության Տեր ողորմյան եւ Ուրես մայրիմ տաղը։ Նա մեր մեղքերը վերցրեց եւ մեզ համար չարչարվեց։ Նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինությունների համար դատապարտվեց։ Մեր խաղաղության համար նա պատիժ կրեց եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Այսօր ավագ ուրբաթ է, հայոց բոլոր եկեղեցիներում հանդիսավոր արարողությամբ հիշատակվում է Տիրոջ խաչելությունն ու մահը։ Հոգևորականները 4 ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրի վրա վերջին ժամերը բովանդակող դրվագները, Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները։ Իբրև քրիստոնյաներ մենք գիտենք, որ սրանք եղած իրողություններ են, մահը հաղթվել է, մահը պարտվել է հարությանը, բայց իբրև մարդիկ, որոնք կարիքն ունեն ամեն անգամ հիշատակելու, ամեն անգամ իրենց համար արձանագրելու, հարությունը մեզ տրվել է հենց խաչի ճանապարհով, հենց տանջանքի, հենց տառապանքի միջոցով։ Տխրությամբ լի այսօրը քրիստոնյային հիշեցնում է փրկության հաղթանակի եւ հավիտենական կյանքի մասին։ Քանզի Քրիստոս խաչի վրա հաղթեց մեղքին եւ փրկության դուռ բացեց մեղավորներիս համար։ 4 ավետարաններում նկարագրված մատնության, ձերբակալության եւ դատապարտության տեսարաններն արտահայտում են Քրիստոսի մարդկային եւ աստվածային էությունների դրսեւորումները, մարդկային տառապանքն ու ցավը խաչի վրա իրեն խաչվողներին ներելը։ Քրիստոս շուրջ 3 տարի քարոզեց, առակներով մեջբերումներ արեց, բովանդակ մարդկությանը այնպես, որ իրենք հասկանան եւ եթե չէին հասկանում, նույնիսկ բացատրում էր իր առաքյալներին, սակայն խաչի վրա մի քանի բառ ասեց, որովհետեւ ամեն ինչ կատարված էր, որովհետեւ ամեն ինչ վերջացած էր եւ այդ վերջը պիտի լիներ ինչ-որ բանի սկիզբը։ Դա մեղսավոր մարդկության ազատագրումն էր մեղքերից, որ պիտի լիներ հենց Քրիստոսի խաչի վրա գանվելով եւ անշուշտ հարությամբ։ Նա մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, ասում է առաքյալը։
Սա նշանակում է, որ խաչելության խորհուրդը մեզ համար չարի նկատմամբ հաղթանակն է, հաղթանակը աստվածային սիրով։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Ավագ ուրբաթ-օրը արարողությունների ընթացքում հավատացյալները վերապրում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերը։ Խաչելության կարգից հետո երեկոյան կատարվում է Հիսուսի խաչից իջեցման եւ թաղման հիշատակի արարողությունը։ Քրիստոսի թաղման հիշատակության կարգը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվեց ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Օրվա սուրբգրային ընթերցումներն ու շարականները ներկայացնում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին իրադարձությունները՝ խաչելությունը, թաղումը եւ գերեզմանի մեջ դրվելը։ Թաղման կարգի ժամանակ հնչում է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը հիշատակում է Տիրոջ մատնությունն ու մարդկության մեղքերի համար կրած չարչարանքները։ Հիսուսին խաչից իջեցնելու համար Հովսեփ Արիմաթիացի անունով մի մեծահարուստ գալով Պիղատոսի մոտ խնդրում է խաչյալի մարմինն իրեն տալ, ապա պատանելով ամփոփում է վիմափոր գերեզմանում, որտեղ մինչ այդ ոչ ոք չէր թաղվել։ Քրիստոսի թաղման այս արարողությունը երկու նշանակություն ունի մեզ համար, վաղճանաբանական եւ նաեւ այս կյանքի համար։ Այս կյանքի համար Աստված կորուստները, որ ունենում ենք, մխիթարություններ է տալիս։ Ճիշտ է, նույն կորուստները չեն վերականգնվում, որ ցավոք սրտի գերեզմանները շատացան պատերազմի պատճառով մեր ժողովրդի կյանքում, բայց Աստված դրանց փոխարեն մխիթարություններ է տալիս եւ այս արարողությունը մեզ հուշում է, որ Աստված նաեւ երկնքում հավատքով Քրիստոսին միացածներին երանություն է պարգևում, բայց նաեւ այս կյանքի համար, որ ցանկացած կորուստ Աստված մեզ տալիս է, կորուստի համար Աստված մեզ տալիս է մխիթարություն, տալիս է նոր ձեռքբերումներ եւ Աստծո օրհնությունները չեն պակասելու մեր կյանքից։ Ինչքան էլ որ դժվարին իրողություններ ունենք, այդ դժվարին իրողությունները պսակվելու են վերջում հաղթանակով եւ հարությամբ։ Մենք դրան ենք հավատում եւ այդ հավատքով է, որ մասնակցում ենք այս արարողությանը։ Ավագ ուրբաթ-օրը հայտնի է նաեւ Սգո ուրբաթ անունով։ Այդ օրն ավանդույթի համաձայն ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոսկերով պատրաստված Տիրոջ խորհրդանշական գերեզմանը դրվում է ատյանում Սուրբ Խորանի առջև։ Հոգևոր դասը ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ եւ հավատացյալների ուղեկցությամբ Տիրոջ խորհրդանշական գերեզմանը դուրս բերեց Մայր տաճարից եւ շարականների երգեցողությամբ ու խնկարկությամբ պտտեցրեց տաճարի բակում։ Ըստ հոգևոր հայրերի, ծաղկահյուս այս գերեզմանը ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն ու երանություն է ավետում։ Ավագ շաբաթ-օրը ժամերգությունից հետո ծաղկահյուս գերեզմանը կքանդվի, ծաղիկներն ու ոսկերը կբաժանվեն հավատացյալներին, մարդիկ այն տուն կտանեն եւ ծաղկազարդի օրնված ճյուղերի հետ կպահեն մինչեւ հաջորդ տարվա ավագ ուրբաթ։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ավագ հինգշաբթի օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում վաղ առավոտից կատարվեց ապաշխարության կարգ եւ մատուցվեց Սուրբ Պատարագ։ Օրվա երկրորդ կեսին կատարվեց Ոտնլվայի արարողություն։ Բրազիլիայի հայոց թեմում այս արարողություններին պատրաստվել էին օրեր շարունակ աղոթքով եւ հոգեվոր զրույցներով։ Արամայի Սարգսակ Սողբաթյանը թեմի առաջնորդ Նարեկ Սրբազանի օրհնությամբ հոգեվոր թեմայով դասընթացներ է անցկացրել Հայ ազգային Դուրյան վարժարանի սաների համար, ծանոթացնելով նրանց ավետարանական պատմություններին եւ դրանց մեկնություններին։ Ոտնլվայի արարողությանը խորան բարձրացան Հայ ազգային Դուրյան վարժարանի սաները։ Սրբազան հայրը աշակերտների ոտքերը լվանալուց հետո ներկաներին բացատրեց արարողության խորհուրդն ու նշանակությունը։ Քրիստոս իր մարդեղացմամբ իսկ խոնարհվեց, նա աշխարհ եկավ, ճշմարտությունը քարոզեց ու զրկանքներ կրելով խաչը բարձրացավ։ Իր քարոզում նշեց Սրբազանը։ Ոտնլվայի մասնակիցներին թեմի առաջնորդը պատկամեց բացել սրտի եւ հոգու դռները եւ ներս հրավիրել հարություն առած մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Հաճախակի ենք ուզում տեսնել ձեզ եկեղեցում, ուզում ենք մեզ հետ կիսեք ձեր հաջողություններն ու ընկրկումները։ Թող Աստվածային շնորհներով լցվեն ձեր հոգիները, ձեր տները եւ Տիրոջ խոնարհությամբ պատվեն ձեր սրտերը, ասաց Սրբազանը։